Մենք համարյա արդեն վանվարտին ենք մոտենում, Տերը օգնական լինի մեզ բոլորի սիրելիներ, Աստված մեզի տվել հնարավորություն մենք վայելենք իր ներկայությունը, կյանքը, սրբությունը, գիտեք, երբ որ մարդուն հասնում է մի կարևոր բան, իրանից ինչ որ ինքը իրանից մեծ մի բան է տեսնում, եւ ինչ որ դրանից ինքը օգտվում է, դա իր համար ուրախություն է գալի։ Բոլորս էլ ապրել ենք այդ պահերը տարբեր իրավիճակներում։ Հիմա պատկերացնենք, որ Քրիստոսն է հայտնվել մեր կյանքում եւ Քրիստոս թույլ է տվել, որպեսզի մենք վայելենք իրան։ Գիտեք, հрьяաները, որոնք ճանաչել են դարերով Աստծուն ճանաչել են, նրանք անգամ վախեցել են այդ անունը իրան շուրթերին տան։ Անգամ չեն տվել այն խոսքի համար, որ գրված է, որ պարապտեղը քո Տեր Աստծու անունը քո շուրթունքներին մի վերցրու։ Բայց այսօր Քրիստոսի շնորհքի փառքի մեջ, տեսեք ինչքան փառավոր է Քրիստոս շնորհքը, որ մենք իրավունք ենք ստացել իր անունը կրելու, իրան հաղորդ լինելու, տեսնելու իր փառքի զորությունն ու մեծությունը, փառք իր անվանը։ Սա պետք է ինձ ուրախացնի, սա պետք է ինձ կյանք տա, սա պետք է ինձ խաղաղություն տա, որ ես Քրիստոս կյանքին հաղորդ եմ ելնում։ Փառք իր Աստծուն պահանջելներ։ Մենք քիչ հետո կերքենք փառաբանության երգեր, ես ուղղակի ուզում եմ մի տեղից կարդամ, ես սահմանափակենք այսօր մեր հավաքույթը եւ ինչպես ասում են, ինչպես եղբայրները ասացին, որ ամեն բան նորոգվի, նորովի լինի եւ Տիրոջ անունը փառավորվի։ Մենք որպես մարդ ապրելով այս երկրի վրա հաղորդ ենք ելնում տարբեր տեսակի իրավիճակների հետ։ Մարդկանց հետ ենք շփվում, տարբեր տեսակի իրավիճակների մեջ ենք ընկնում եւ միշտ հուսահատություն է պատում մեզի եւ մեզի թվում է թե Աստված չի լսում, մեզի թվում է Աստված աղոթները մեր չի անում եւ այլն։ Դա մարդկային հուսահատությունն է։ Բայց Սուրբ գրքում կա մի մարգարե, որ ոչ թե Աստծուց է սպասում, որ Աստված իրան անի, հապա ինքն է իր կողմից իր ոնց որ ասած պայմանը տալիս, ինքն է իր կողմից իր, այսպես ասած, որոշումը տալիս Աստծո նկատմամբ եւ այդ մարգարեն Ամբակումն է սիրելիներ։ Ուզում եմ կարդամ Ամբակում մարգարեության 3-րդ գլխի 17-րդ խոսքից հետեւյալ տողերն ասում մարգարեն։ Տեսեք ինչ ասում եղբայրներ քուրեր։ Ամբակում մարգարեություն 3-րդ գլուխ 17 խոսքից թեև թզենին ընձյուղ չտա ու որդերու վրա պտուղ չլա ու ձիթենին բերքը ստե ու արտերը կերակուր չտան եւ փարախեն ոչխարը կտրի ու գոմերու մեջ արչար չլա սակայն ես Տիրոջմով պիտի ցնծամ իմ փրկությանս Աստծովը պիտի ուրախանամ Տեր Եհովայիմ զորությունս է ու ին ոտքերես եղնիկի ոտքերու պես պիտի նե եւ զիս իմ բարձր տեղերուց վրա պիտի պտտցնե լսում եք սիրելիներ այս մարդը եկել Աստծո առաջ չի ասում Տեր Աստված ինչի իմ թզենին պտուղ չի տալի ինչի իմ գոմերում ոչխար չկա արչար չկա այս չի ասում ինքը չի ասում ինչու իմ արտերը կերակուր չեն տալի տեսնում եք սիրելիներ նա դրանք այդպես չի գալի Տիրոջ առաջ մեր որպես մարդ այդ հոգեբանությունը մենք ունենք երբ որ մի բան մեր կյանքում պակսում է մենք կանգնում ենք Տիրոջ առաջ եւ ասում ենք Տեր ինչու իմ գործը լավը չի ինչու իմ բիզնեսը չի աշխատում ինչու ես միշտ անհաջող եմ ինչի ես տե չէ որ ես քեզ պաշտում եմ աղոթում եմ ցերեկ ու գիշեր բայց այս մարդը դրանով չի եկել Տիրոջ առաջ ասում է թեև ձիթենին թզենին ընձյուղ չտա այսինքն բողբոջ չանի, պտուղ չտա, որդերու վրա պտուղ չլնա, խաղողը պտուղ չտա, այդ մարդը այն ժամանակ այգեգործ ա եղել եւ դրանով է ապրել ինքը եւ ինքը տեսել է թե ոնց է ձիթենին ընձյուղ տալի, թզենին ընձյուղ տալի, ձիթենին պտուղ տալի, թուզը աճում է, արտերը կերակուր են տալի, ցորեն են տալի եւ ինքը ասում է թեկուզ այդ բոլոր բաները չլինեն իմ կյանքում, միևնույն է, ես իմ փրկության Աստծով պիտի ուրախանամ։ Կա այդ հոգի մեր մեջ սիրելիներ, կա այդ հոգի մեր մեջ, որ մենք մեր փրկության Աստուծմով ուրախանանք, փրկության ցնծություն ունենամ ես, փրկության ցնծություն, որ շատերը չեն ապրում ու չգիտեն թե ինչ բան է, Քրիստոս կյանքի փրկությունը, որ մեզի հասել է, դա ամենաքաղցր, ամենաբարի, ամենասքանչելի ուրախությունն է, որ մարդը երբևիցե ապրում է։
Երբևիցե իր կյանքի մեջ հանդիպում է։ Տեսեք, մարդկությունը երկրագնդի վրա տարբեր տեսակի միջոցներ է ստեղծել, որպեսզի իրան ուրախացնի։ Այդպիսի միջոցներ շատ կան աշխարհի վրա։ Սկսած գինուց բռնած ամեն տեսակի բաներից անունները չենք տալի։ Մարդիկ ուզում են իրանց ուրախացնել, բայց հաջորդ պահին նորից դատար կա մարդկային հոգին, նորից տխուր է մարդկային հոգին։ Բայց այս մարդը ասում է, ես իմ փրկության աստուծմով պիտի ցնծամ։ Այս ցնծությունը հավիտենական է, նա չի վերջանում, նա չի դադարում, սիրելիներ, անկախ մեր գտնված վիճակից, թե հիվանդության, թե չքավորության, թե առատության, թե չլինելու կամ լինելու դեպքում, թե ակսիդանի դեպքում։ Ինչ ուզում ա լինի այսօր իմ կյանքիս մեջ, այս հոգին եմ ես ուզում, որ ասեմ, ես իմ փրկության Աստծո պիտի ցնծամ։ Եվ ասեմ, որ Տեր Եհովան իմ զորությունս է, սակայն, նորից եմ կարդում 18 խոսքից, այսպես է ասում, սակայն ես Տիրոջմով պիտի ցնծամ, իմ փրկությանս Աստծով պիտի ուրախանամ, փրկության Աստծով պիտի ուրախանամ, ամեն բանի մեջ կա փրկության Աստվածը, ես նրանով պիտի ուրախանամ։ Դու հոժար ես այսօր, երբ որ քո հետ պատահի ինչ-որ բաներ, բայց քո ներսը փառաբանի ու երկրպագի Տիրոջը, տրտունջը դաթարի, սիրելիներ, դաթարան ամեն տեսակի հակառակությունները Տիրոջ նկատմամբ, ինչ արել մեր Տերը մեզ համար, սիրելիներ, մեր Տերը իրան ա տվել, իր անձն ա տվել, խաչվել ա նա, որպեսզի մենք ապրենք, չարչարվել ա, որպեսզի մենք կյանք ունենանք, սա է արել Տերը, դրանից ավել ինչ պիտի աներ մեր Տերը մեզ համար, ինչ պիտի աներ, եղբայրներ, քուրեր, ինչ եմ ես պահանջում իմ Աստծուց, լցվեք այդ հոգիով լցվեցեք, Տիրոջ խոսքը այսպես ասում, Եփեսացիս 5-րդ գլուխ ես անցած անգամ այս տողերը կարդացի, բայց քանի որ սրանք ուժ ու կարողություն են տալի, ես կրկին անգամ կարդում եմ, որից հետո մենք ոտքի կկանգնենք եւ կերկենք փառաբանության երգերը, սիրելիներ, եւ աղոթքի կգանք։ Տեսեք ինչ է ասում 5-րդ գլխում Պողոս առաքյալը այսպես է ասում. Անոր համար անմիտ մի լակ, ապա իմացեք ինչն է Տիրոջ կամքը, եւ մի գինով նա գինով, որու մեջ անառակություն կա, հապա հոգիով լցվեցեք։ Տեսեք, հոգիով լցվեցեք։ Ինչն է, որ պայմաններն է, որ մեզի բերում է հոգու լեցունության, սիրելիներ, հոգիով լցվեցեք, սա է Աստծո կամքը։ Եթե մարդը հոգիով լցված է, նա կարող է իր գտնված վիճակի մեջ փառավորել Հիսուսին։ Թեկուզ երևույթը ցույց է տալի, որ անհնար է սրա մեջ Տիրոջը գտնել, անհնար է, որ Տերը լսի իմ աղոթքը կամ աղաչանքը, երևույթը դաժան է, բայց Հիսուսը կյանքն է, որ ամեն բանից բարձր է մեր Տերը, ասենք փառավորվի Տիրոջ անունը, սիրելիներ։ Եվ խոսքը շարունակում է այսպես. Եվ սաղմոսներով եւ օրհնություններով, հոգեվոր երգերով ձեր մեջ խոսակցելով, երգեցեք ու սաղմոսեցեք Տիրոջը ձեր սրտերի մեջ։ Ամեն ատեն, ամեն բանի համար գոհություն տվեք Աստծո ու Հորը, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Երբ որ հավատացյալը կանգնում է Տիրոջ առջև, գոհության ու փառաբանության աղոթք անում, այն ժամանակ երկինքը շարժվում է, այն ժամանակ ներսը շարժվում է մարդու, նրա մեջ քանդվում է բոլոր կասկածները, բոլոր հակառակությունները, գոհություն տվեք ամեն ժամանակ, ամեն ատեն, ամեն բանի համար եւ հոգու լեցունություն պիտի ապրեք։ Կտեսնեք ինչ քաղցր է Տերը, ինչ կյանք է Տերը, որ հոգու լեցունություն է գալի մարդու մեջ, փառաբանում է եւ սա իրականություն է։ Աստծո խոսքը իրականություն է, ինչու մեր մոտ չի կատարվում, ինչի եկեղեցու մեջ հոգու լեցունություն չկա, որովհետև մեր միտքը տրված է մարդկային պայմանների, խնդիրների եւ ամեն տեսակի խնդիրների առջև լուծելու կանգնացրելիներ։ Ինչպես լուծենք այդ հարցերը։ Երբ որ մեկ անգամ, երկու անգամ, երեք անգամ գալիս եմ Տիրոջ առաջ, աղոթքով, որ Տեր ես հարցը լուծի, Տեր են հարցը լուծի, Տեր առողջությունս լուծի, Տեր չգիտեմ գործերս հարցը լուծի, բայց երկինքը լռում է, որովհետև երկինքը ասում է, գոնե մի անգամ շնորհակալություն հայտնել ես, գոնե մի անգամ փառք տալիս ես, գոհ ես, որ ես քեզի կյանք եմ պարգևել։ Երբ որ դու սկսում ես գոհանալ, ասում ես Տեր, ես շնորհակալ եմ քեզանից, որ դու ինձ կյանք ես տվել։ Այն խոստմունքը, որ դու ասել ես, որ ինձ հավատացողը հավիտենական կյանք ունի։ Ես հավատում եմ, որ հավիտենական կյանք ունի եւ դա բարձր է աշխարհի բոլոր բաներից։ Աշխարհի ամեն տեսակի ամենաքաղցր բաները, որ աշխարհը ներկայացնում է, դրանից քաղցր է Տիրոջ փրկությունը։ Սա ճաշակել է պետք եղբայրներ քուրեր։ Ինչ օգուտ եթե մեկը մտնի մի ճոխ ռեստորան,
նայի այդ սեղաններին, բայց դրանից չօգտվի։ Ինչ օգուտ։ Դե դու գնա բոլորին պատմի, որ եղել ես էսի ռեստորանում, որ տեսել ես այս համադամ կերակուրները, բայց չես օգտվել դրանից։ Իրանց ինչ, որ լսեն քո ասածները, ինչ պետք է դրանից իրանք հասկանան, թե դու ինչ ես արել։ Կանգնած ես միտեղ, որտեղ համադամ ճոխ կերակուրներ ա դրած ու դու չես օգտվում դրանից։ Այսօր Քրիստոս կանգնած աստեղ, ես չեմ օգտվում դրանից, գնամ ում ինչ ասեմ։ Ինքս ինձ ինչ ասեմ ինձ։ Տիրոջ խոսքի մեջ Մարգարեն ասում է. մեղք մի գործեք, հապա ձեր անկողների վրա խոսեցեք ձեր սրտերի հետ եւ լռեցեք։ Խոսեցեք ձեր սրտերի հետ եւ լռեցեք, որովհետեւ այդ լռության պահին Հիսուս ինքը կխոսա քո հետ։ Այդ լռության պահին Աստված ինքը կխոսա քո հետ, որովհետեւ այդտեղ ասում Մարգարեն սիրելիներ, թող Տիրոջ անունը փառավորվի։ Ուրեմն գանք ոտքի, սաղմոսներով, երգերով ու աղոթքներով փառավորենք Տիրոջ անունը, սիրելիներ։